Իտալական խոհանոցից փորձել եք պիցցա մարգարիտա, պաստա, իսկ իտալական սցենարով ֆիլմեր դիտել, օրինակ Կնքահայրը։ Իտալական մի սցենար էլ կա, որը նույնպես հետաքրքիր է։ Հռոմի սրտում ապրող աշխարհի ամենափոքր պետությունն է Վատիկանը, պետություն Իտալիայում իր օրենսդրությամբ, սահմաններով, սիմվոլներով։ 1929 թվականին անկլավ հանդիսացող Վատիկանը մոտ 100 տարի է անկախ է։ Ի տարբերություն չափերին, մեծ ազդեցություն ունի Իտալիայի սահմաններից ներս եւ դուրս։ Կենտրոնական Իտալիայից ուղիղ գծով 330 կիլոմետր հեռավորության վրա եւս մեկ անկլավ կա՝ Սան Մարինոն։ Աշխարհի ամենահին հանրապետություններից Սան Մարինոն լեռնային անկլավ է։ 4 կողմից շրջապատված Իտալիայով առանց դեպիծով ելքի։ Իտալական սցենարով մեկ հանրապետության տարածքում գոյություն ունի 3 ճանաչված պետություն՝ իրենց հատուկ օրենքներով, առաջնահերթություններով ու յուրահատկություններով։ Աշխարհում ամենավիճարկելի խճճված անկլավային խնդիրն ունեին Բելգիան ու Նիդերլանդները։ Օրինակ, մեկ քաղաքում մի տան պատուհանը կարող է պատկանել Բելգիային, իսկ բակում գտնվող ծառը Նիդերլանդներին։ Բելգիան եւ Նիդերլանդներն ամբողջովին ընդունել են իրար փոքր անկլավները, եւ դրանք կարգավորում են տարեկան կամ անհրաժեշտության դեպքում թարմացվող համաձայնագրերով առանց լուրջ հակամարտության կամ սահմանային ճգնաժամերի։ Լեհաստանով ու Լիտվայով шրջափակված Կալինինգրադը ռուսական անկլավ է Եվրոպայի միջնամասում։ Բացառություններից է աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու հարցում։ Там есть специальное соглашение, которое выглядит Այստեղ գոյություն ունի հստակ համաձայնություն, որը պարզապես հիասքանչ է։ Նկատի ունեմ Ռուսաստանի եւ Արևմուտքի ներկայիս հարաբերությունների շարունակվող ուկրաինական պատերազմի, ինչպես նաեւ ռուս-լիտվական հարաբերությունների պայմաններում, որոնք այժմ աշխարհում ամենալավ փուլում չեն։ Գոյություն ունի գնացք, որը անցնում է Բելարուսի տարածքով, իսկ Բելարուսը միացված է Ռուսաստանին։ Транспорт существует, поезд, который ходит с территории Беларуси. Ի տարբերություն թվարկված բացառիկ օրինակների, աշխարհը հիմնականում փոխանակման սկզբունքով է առաջնորդվում։ Աշխարհը նմանատիպ 165 դեպք է տեսել, որոնց 99%-ը եղել է հենց այդ land swap-ի տարբերակով, հատարածների փոխանակման սկզբունքով։ Տարածքների փոխանակման սկզբունքով դասագրքային օրինակ է Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջև տեղի ունեցածը։ 2015 թվականին երկու երկրի միջև ստորագրվել է պայմանագիր Land Boundary Agreement անունով։ Անկլավների հարցը կարգավորվեց փոխանակման սկզբունքով։ Աշխարհն անկլավների կարգավորման հարցում դրանից բարդ համակարգ չի ունեցել։ Մեր տրամաբանությունն է, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ եւ այն ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրանց հսկողության տակ, այն ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ Անկլավների փոխանակման սկզբունքին 4 տարի առաջ համաձայն էր Նիկոլ Փաշինյանը։ 4 տարի անց մոտեցումները փոխվել են։ Նոյեմբերի 8-ին Փաշինյանն Արցվաշենն ու մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին է գրել։ Ինչ խնդիրներ կարող են առաջացնել մոտեցման այս փոփոխությունը։ Այն ինչ որ առաջարկում է Ադրբեջանի եւ մասնավորապես Վաշինգտոնի փաստաթղթերի միջոցով նոր կոնֆլիկտների բուն են, նոր կոնֆլիկտներ առաջացնող բաներ են։ Եվ դա է խնդիրը, որ այսօր մենք բողոքում ենք, Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ հասկանալով հանդերձ այս ամենը անում են, կոնֆլիկտների նոր օջախներ են ստեղծում։ Մանուկյանը հիշեցնում է Արցախյան շարժման ու պատերազմին հաջորդածը, երբ անկլավների հարցը կարգավորվել էր փոխանակման սկզբունքով, այսինքն Հայաստանը չի պահանջում Արցվաշենը, Ադրբեջանը Հայաստանում գտնվող անկլավները։ Փաշինյանը ակտիվացնելով անկլավների թեման հրահրում է վիճակը։ Այս իշխանությունը ակտիվացրեց այդ խոսքը, այս իշխանությունը գրգռեց ադրբեջանական ախորժակը, ընդհանրապես հայկական տարածքների նկատմամբ իր անհեռատեսությամբ դիվանագիտությունից ոչինչ չհասկանալու եւ հայկական ազգային պետական շահերը չհասկանալով։ Գործող իշխանությունը բարեփոխումներ անելու համար սիրում է Հայաստան բերել միջազգային փորձը, նորմերը, օրինակ կրթության, անվտանգության, տնտեսության ոլորտներում։ Ինչու չի պահպանում արդեն Հայաստան եկած ու դրական արդյունք արձանագրած աշխարհի անկլավային խնդիրները կարգավորելու փորձը։ Անիա Բախյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։